Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Շնորհակալություն պարոն վարչապետ, լրացնելով պարոն Գրիգորյանի դիտարկումը, այո, օրենքի նախագծով նախատեսված է, որ բոլոր գործառնությունները միայն անկանխիկ եղանակով պետք է իրականացվեն եւ էլեկտրոնային աճուրդների վրա արված է մեծ շեշտադրում, ընդ որում պետք է ֆիքսեն, որ խոսքը գնում է բազմալեզու էլեկտրոնային հարթակների մասին։ Ես նշեցի արդեն, որ մեր հեռահար նպատակն է ի սկզբանե ձևավորել մեխանիզմ, որը կարող է հետաքրքրություն առաջացնել նաև տարածաշրջանում եւ այդ իմաստով նաև հենց սկզբից օրենսդրական փաթեթը այդ տրամաբանությամբ է կազմված։ Ինչ վերաբերում է փորձաքննությանը, պետք է ասեմ, որ մենք զուգահեռաբար աշխատել ենք մշակութային արժեքների փորձաքննության դաշտի վերափոխման ուղղությամբ եւ մասնավորապես այստեղ ապահովագրական ընկերությունների հետ համատեղ աշխատանքի միջոցով ձևավորվել են ապահովագրական պրոդուկտներ, որոնք նաև ապահովագրելու են մշակութային արժեքների փորձաքննողների ուրեմն ռիսկերը, սխալները եւ սա լրացուցիչ երաշխիք ու վստահություն է տալու այն պոտենցիալ գնորդներին կամ շուկայի մասնակիցներին, որոնք կներգրավվեն գործունեության մեջ, որ ինստիտուցիոնալ բոլոր համակարգերը աշխատում են եւ հետեւաբար այդ երաշխիքները ապահովված են։ Պետք է նշեմ նաև, որ մենք այժմ արդեն բանակցություններ ենք վարում տարբեր միջազգային աճուրդի տների հետ, հասկանալու թե ով ունի հետաքրքրվածություն ներգրավելու այս գործընթացում օրենքի ընդունման պարագայում եւ կարծում եմ, որ առաջիկայում կունենանք նաև այս ուղղությամբ կոնկրետ արդյունքներ։ Եվս մի բան, որ կուզեի նշել, պարոն վարչապետ, ես զեկուցման ընթացքում նշեցի, որ կառավարությունն էլ ունի խնդիր։ Մենք արդեն 2 տարի է վերականգնել ենք թանգարանային հավաքածուների համալրման գործընթացը եւ ինքներս մշակութային արժեքներ ձեռք բերելու խնդիր ունենք, ընդ որում խնդիր էր դրված, որ կարողանանք նաեւ մեր ժամանակակից արվեստի գործերը ձեռք բերել, բայց մենք բախվեցինք նույն խնդրին, որ չկա գնի որոշման շուկայական մեխանիզմ եւ երբ որ փորձում ենք որևէ արժեք ձեռք բերել, ապա բավականին լուրջ անորոշությունների ենք բախվում եւ այստեղ էլ կարծում ենք, որ այս մեխանիզմը մեզ հնարավորություն է տալու նաեւ պետական կարիքների համար մեր թանգարանների հավաքածուների համալրման ավելի թափանցիկ եւ հաշվետվողական մեխանիզմ ունենալ։ Թվերը նշելով 2 տարում մենք արդեն ավելի քան 60 միլիոն դրամ ենք տվել եւ շուրջ 30 մշակութային արժեքներ ենք ձեռք բերել մեր թանգարանների համար։ Վերջին նյուանս, պարոն վարչապետ, այս մեխանիզմը, քանի որ վստահ եմ, որ շատ թափանցիկ է լինելու եւ հրապարակային, դա նշանակում է, որ այս էլեկտրոնային հարթակը ամբողջ աշխարհի համար հուսալի մեխանիզմ է դառնում, այսինքն պոտենցիալ պահանջարկը մեր արվեստի գործերի նկատմամբ շատ էականորեն աճում է։ Մենք չենք բացառում, որ այդ պահանջարկը հիմա կա, բայց առևտրի ձևը անընդունելի է այն մարդու համար, ով ցանկություն ունի գնել, որովհետև ոչ մատակարարման հարցն է հասկանում, ոչ իսկության հարցն է հասկանում, ոչ վճարման եւ գնագոյացման։ Իսկ այս պարագայում մենք ինտեգրվում ենք գլոբալ շուկային, ինչ որ կարծում եմ շատ կարեւոր է առաջին հերթին արվեստի զարգացման համար։ Դե ըստ էության առավել եւս եթե մեզ հաջողվի փորձառու եւ հեղինակավոր օպերատոր ներգրավել, սա նշանակում է, որ Հայաստանի արվեստի շուկան դառնում է համաշխարհային շուկայի մաս, այսինքն հայաստանցի նկարիչների, արվեստագետների գործերը կարող են միջազգային առևտրում արդեն ավելի մեծ ներկայություն ունենալ։ Տիկին Անդրեասյան, բայց ես սխալ եմ հիշում, որ մենք այնուամենայնիվ ժամանակակից նկարիչների գործեր ձեռք բերեցինք, այդ թվում թանգարանների համար։ Այո, որոշ գործեր իմ նշած այս շուրջ 30 արժեքների մեջ կան եւ ձեռք ենք բերել օրինակ պատկերասրահի համար, մեր մյուս թանգարանների համար, բայց նաեւ այս գործընթացը մեզ ցույց տվեց ինստիտուցիոնալ խնդիրները, որ կան, այսինքն այո, իհարկե մենք այդ աշխատանքը ներողություն, որովհետեւ վաղը հարց է ծագելու, բա ինչի է քեզ նկարին տվել 5 միլիոն դրամ եւ ոչ թե 4 միլիոն 200,000 դրամ։ Դե արի հակակոռուպցիոն կոմիտեին բացատրի, թե ինչի ոնց է ձևավորվել այդ գինը, բայց մյուս կողմից մենք այդ մասին քննարկել ենք, որ ես շատ կարևոր եմ համարում հենց իրական Հայաստանի գաղափարախոսության տեսակետից,
որ մենք այդտեղ բաց ունենք, մենք այո, մեր մշակութային ժառանգությունը նախքից մենք գրում ենք մեր թանգարաններ, պատկերասրահներ, տեսնում ենք 19-րդ դարավերջի, 20-րդ դարասկզբի, 20-րդ դարի կեսի եւ այլն խորհրդային միություն եւ անկախ Հայաստանի Հանրապետության արվեստը մեր թանգարաններում շատ քիչ է ներկայացված ու բան չի, եւ սա կապ ունի այն խնդիրների հետ պետականության եւ անկախության ընկալման, որի մասին մենք խոսում ենք։ Մենք մեր աշակերտներին էլ խթանում ենք, որ գնան թանգարաններ եւ այլն, գնում են այդտեղ տեսնում, այո, շատ կարեւոր ժառանգություն են տեսնում, բայց անկախությունից հետո բանա, բաց է, վակուում է, չկա էլ ոչ մի բան։ Հայաստանում արվեստ չկա, մշակույթ չկա, ստեղծագործություն չկա, ոչ մի բան չկա։ Եվ սա լուրջ խնդրեմ է եւ այո մենք պետք է այդ ֆոնդերը համալրենք եւ մենք պետք է նաեւ մեր պետական պատկերասրահում Հայաստանի պետական պատկերասրահ չէ կոչվում Հայաստանի ազգային պատկերասրահում ասենք ժամանակակից նկարիչների մշտական ցուցահանդես չկա ըստ էության թե կա Որոշ գործեր ցուցադրված են այս շրջանակներում էլ ձեռք են բերվել, պարոն վարչապետ, մենք ապրիլին նախատեսում ենք, որ կբացենք պատկերասրահի բոլոր հարկերը ամբողջությամբ եւ այդտեղ արդեն ավելի ամբողջական կցուցադրենք, բայց ընդհանուր առմամբ նաեւ ցուցադրության տարածքների լուրջ խնդիր ունենք, որովհետեւ բավականին ֆոնդերում նաեւ կարեւոր ուրեմն գործեր կան, որոնք հնարավոր չի լինում մշտական ցուցադրել եւ ժամանակավոր ցուցադրությունների միջոցով պարբերաբար ցուցադրվում են։ Ձեր ասած խնդիրը իհարկե կա Հավաքածուն պետք է համալրել, դրան պետք է առանձին ուշադրություն դարձնել եւ կարծում եմ, որ ներկայումս այս վերաբացվող ցուցադրությունը պատկերասրահի այդ տրամաբանության մեջ է։ Եվ այո, մենք պետք է առաջինը որպես մշակութային ժառանգություն, որպես մեր մշակութային ժառանգություն այսօր դա ձեռք բերենք, բայց այս համակարգը ինչով է էական որ դա նաև կապիտալ ներդրում է պետության համար, որովհետև դա պետության սեփականությունն է, եթե պրոֆեսիոնալ ձև կերպով նկարները ձեռք բերեն, այսօր 5 միլիոն դրամով ձեռք ենք բերել, մինչև կհասնի հակակոռուպցիոն կոմիտեին կարող է այդ նկարը արդեն դառնա 15 միլիոն դրամ կամ 15 միլիոն դոլար եւ դրանով բոլոր հարցերը արդեն լուծված կլինեն եւ դա շատ էական է, բայց իրոք եկեք խոստովանենք, որ սա շատ բան է, որովհետև ինքը սուբյեկտիվ ընկալում է, եթե մասնագիտական, փորձագիտական բան չկա, գնահատական չկա, ոչ պրոֆեսիոնալի համար շատ բարդ է նույնիսկ կանխատեսել, թե ինչ տեղի կունենա այդ նկարի գնի իր հետագա ճակատագիրը ինչպիսին կլինի, այնպես որ շատ կարևոր է, բայց եկեք մի բան պայմանավորվենք, օրենքը ընդունենք, սկսի գործել, որ ժամանակ անց վերադառնանք տեսնենք ես մեր խոսացածը արտահայտվեց, թե չարտահայտվեց։ Եթե չի արտահայտվում, ուրեմն պետք է վերադառնանք նախագծին, ուրեմն էլի մեջ ինչ-որ մի բան չենք նախատեսել, մեջ ինչ-որ մի բան չենք ձևակերպել, որպեսզի մեր նպատակին հասնենք ի վերջո։ Իսկ նպատակը ոչ թե օրենքի ընդունումն է, այլ այն բովանդակային մասը, որի մասին խոսեցինք, իրականության մեջ տեսնելը։ Կան այլ դիտարկումներ։ Չկան, ըստ այդմ հարցը դրում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը Դեմ չկա, որոշումն ընդունված է։